Համարձակ որոշումներ եք կայացնում։ Մի վարկերի պատասխանեք, մի հատ բացվեք ժողովուրդ բոլորը։ Շրջանում բավականին համարձակ որոշումներ եք կայացնում, դրանցից մեկը Սամվել Կարապետյանի խափանան միջոցը փոխելու որոշումն էր։ Դրանից հետո ինչ կատարվեց ձեզ հետ։ Տեղեկություններ կամ զարգացումներ են կատարվել, կարգապահական վարույթներ եւ այլն։ Ոչ մի բան։ Ճնշումներ չկա, պարոն Պետրոսյան։ Իշխանությունը հաշտեց ձեր որոշման հետ։ Պարոն Պետրոսյանի ձեր եւ ձեր ընկերների, գործընկերների հարաբերությունները արդյոք լարվել են նման տեղեկությունները շրջանում։ Չկա, Ժորժ ջան, նման բան չկա, լարվածություն չկա։ Հակակոռուպցիոն դատարանում առողջ գործընկերային փոխհարաբերությունները բոլորի հետ պահում են։ Պարոն Պետրոսյան, դուք համարվում եք նախկին ԿՊ-ցուցակում պատգամավոր եք եղել, հետո դատական համակարգում ձեր կարիերան հաջողվեց եւ գործող դատավոր եք եղել։ Նշում են միջազգային կառույցները, որ դատական համակարգը բացառապես քաղաքականացված է եւ քաղաքական հրահանգով է որոշումներ կայացնում։ Ինձ հետաքրքիր է պարոն Պետրոսյանի գնահատականը միջազգային կառույցների այս գնահատակին որպես գործող դատավոր։ Չեմ գնահատականին, ես ինքս իսկ նախկին զանգ ստանոցել եք։ Հրահանգ չեմ ստացել, որևէ զանգ դատական ակտ կայացնելով պայմանավորված չեմ ստացել։ Կարող գիտեմ, որ դուք իրենց եք դրա համար չեն զանգում, ամեն դեպքում ԿՊ-ցուցակում եք եղել նախորդ անգամ էլ դուք նույնական հարցրեցիք, որևէ իմ կայացրած դատական ակտ Կարող մատնանշել, որ կասկած է հարուցում։ Որպես նախկին ԿՊԱ-ական, բայց միշտ էլ կասկածներ լինում են, որովհետև ձեր եւ իշխանության հարաբերությունները միշտ էլ նորմալ է եղել եւ դեռ շարունակում են ձեզ ԿՊԱ-ական այսպես շրջանակների հետ ասոցացնել։ Դա նորմալ է, այսինքն դուք արդյոք դրի ձերբազատված եք իշխանության ազդեցությունից։ Նիկոլ Փաշինյան։ Ժորժ ջան, որևէ ազդեցություն չկա, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Ինչու՞ չկա։ Իսկ ձեր կողմից նշված հանգամանքի հետ կապված ես դատական նիստերից մեկով, գործերից մեկով առավել մանրամասը պարզաբանում տվել եմ, ինձ բացառկել ներկայացվել, ավելացնելու բան չունեմ։ Ձեր ինչ հանգամանքներում է դարձել դպրոցի տնօրեն, ասում են, որ կրկին ձեր կապերն են պատճառ դարձել։ Ամուսինը դատավոր է, ինքը իրավունք չունի այստեղ կարևորը նշանակվելու Չէ, ինչ հանգամանք։ Ընդհանրապես իր հաստիքի փոփոխություն է տեղի ունեցել, Այսինքն նախկինում էլ է հարցազրույցի է մասնակցել, երկար տարիներ ինքը դպրոցում է աշխատել։ Ձեր հանգամանքը չի աշխատել, երբևիցե որ օրինակ այդ ԿՊ-ցուցակում եք հայտնվել, որ սա միշտ ձեզ ուղեկցելու է, միշտ ձեզ կապելու են ձեր կարիերայի ընթացքում։ Ինչի համար փոշմանան։ Փոշմանեք, որ հայտնվել եք ԿՊ-ի ցուցակում։ Չեմ հայտնվել, Ժորժ ջան, առաջարկ է եղել, ես տվել եմ իմ համաձայնությունը օրենսդիր մարմնում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնելու։ Չեմ զբաղեցրել այդ պաշտոնը, որովհետև քաղաքական պաշտոն չեմ կարող ձեր հարցին պատասխանել, չգիտեմ դուք ինչ նկատի ունեք այդ ինչ հայաց, որ հայացքները, որ ասեք, ինչ որ հայացքները։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, ես ունեմ որպես դատավոր, զսպվածություն շատ հարցերի պատասխանելու։ Պարոն Պետրոսյան, դուք նշեցիք, որ ձեր կայացրած որևէ դատական ակտ, որևէ մեկի կողմից, երբեք որ դուք գնում եք, չի նշանակում մենք չենք, որևէ մեկի կողմից ուղղորդված չի եղել։ Մենք կարող ենք իմանալ կամ ծանոթանալ Սամվել Կարապետյանին տնային կալանքի ուղարկելու ձեր որոշման հիմքը ինչն է հանդիսացել, քանի որ ձեզ նաև քննադատում են ինչի համար կայացված որևէ դատական ակտ լրացիչ մեկնաբանման չեմ։ Չէ, ուզում եմ հիմքը, որովհետև ձեր գործընկերները այլ բան էին որոշել, հիմա այսպես ասած ինչու ենք մենք նաև հարցում ձեր հարաբերությունները ձեր գործընկերների հետ ինչպիսին են։ Ժորժ ջան, յուրաքանչյուր դատավոր ինքը ինքնուրույն է որոշում կայացնում։ Կարող է ինձանից հետո ես այլ որոշում կայացնեի, ինձանից հետո այլ դատավոր այլ որոշում կայացներ։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք մեկս մյուսից կայացրած որոշման։ Դուք էլ հասկացաք, որ այլ միջնորդություն եմ ես քննարկել, Ժորժ ջան, ես այլ որոշում եմ քննարկել։ Հասկացանք, բայց դա կապված է։ Հասկացաք, որ օրինակ այդ վճիռը աբսուրդային է եւ Ժորժ ջան, իմ կայացրած որևէ դատական ակտ ես լրացուցիչ մեկնաբանման չեմ Մենք լրացուցիչ մեկնաբանություն չենք խնդրում, պարոն Պետրոսյան, մենք ուզում ենք իմանալ հանգամանքները։ Ժորժ, դուք ծանոթ եք, չէ՞, ես ինչ միջնորդություն եմ քննարկել։ Այո, մասամբ այո։ Ես այլ միջնորդություն եմ քննարկել, ես կալանքի երկարացում չեմ քննարկել, ես այլ միջնորդություն եմ քննարկել եւ համապատասխան հետեւության եմ հանգել, լրացուցիչ չեմ ցանկանում մեկնաբանել, դատական ակտը կա, արկա է, եթե հնարավորություն կա ձեզ հասանելի դարձնելու, կարող եք վերցնել, կարդալ, ծանոթանալ, թույլ տվեք գնալ։